Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր ապրիլի 6-ն է, երկուշաբթի։ Ռուսաստանը Հայաստանի հետ կարող է քննարկել վերջինիս քաղաքական ծրագրերը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրության ընդառաջ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կարծում ենք իրավունք ունենք փորձել պարզաբանել մեր գործընկերների հետ, իսկապես քննարկել նրանց ծրագրերը, ասել է Պեսկովը ռուսական Վեստի լրատվամիջոցի հետ զրույցում։ Պեսկովի խոսքով Մոսկվայի հետաքրքրությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացների հանդեպ պայմանավորված է երկու երկրների միջև պատմական սերտ կապերով, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների համատեքստում Երևանի ընտրած քաղաքական կուրսի նշանակությամբ։ Նախագահի խոսնակն անդրադարձել է նաև Արցախյան խնդրին, ընդգծելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումը ընդունվել է առանց Մոսկվայի մասնակցության, հավելելով Մոսկվայում ակնկալում են, որ այս հարցը քննարկելիս ռուսական կողմին հղումներ չեն արվի։ Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումն ընդունվել է առանց Մոսկվայի մասնակցության։ Բաքուն նշել է, որ այդ կապակցությամբ դիվանագիտական խողովակներով Ռուսաստանի նախագահի վարչակազմին, կառավարությանը եւ արտաքին գործերի նախարարությանն են ներկայացվել Ադրբեջանի դիրքորոշումը կապված Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջանը քաղաքական շահարկումներում օգտագործելու անթույլատրելիության հետ եւ իրենց ակնկալիքները նման գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Բաքուն շեշտել է, որ ոչ մի երկիր, այդ թվում Ռուսաստանը, երբևէ կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Ղարաբաղյան տարածաշրջանը։ Սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի, ինչ փոփոխություններ են կատարվել հանրությանը մինչ այս առավել հայտնի 16 միլիոն դրամի ծրագրում, ովքեր կարող են օգտվել եւ ինչ պայմաններով, մանրամասները ռեպորտաժում։ Սահմանամերձ բնակավայրերում բնակարան ունենալը շատ ընտանիքների համար շարունակում է մնալ դժվար հասանելի նպատակ, սակայն պետությունը փորձում է այս խնդրին տալ գործնական լուծում։ Սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար կան հիմնական պայմաններ։ Ամուսինները պիտի ունենան քաղաքացիություն Հայաստանի Հանրապետության, պիտի ամուսնությունը լինի գրանցված, եւ եթե նրանց գումարային տարիքը գերազանցում է 75-ը, ապա պետք է ունենան առնվազն 1 անչափահաս երեխա։ Այս դեպքում բացառապես այս պայմաններին բավարարող ընտանիքներ կարող են արդեն մոտենալ գործընկեր ֆինանսական կազմակերպություն հիպոթեկային վարկավորման գործընթացը սկսելու համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խորհրդական Գայանե Ղարագոզյանն ընդգծում է, վերաբացման հիմքում ընկած է 3 հիմնական նպատակ եւ ուղղություն, իսկ որոնք են այն թիրախային խմբերը, որոնք կարող են օգտվել այս ծրագրից։ Առաջինը միանշանակ այն ընտանիքներն էին, ովքեր 25 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել էին սահմանամերձ գյուղական բնակավայրում շինարարություն իրականացնելու թույլտվություն, բայց սահմանված քվոտաները լրանալու պատճառով չէին հասցրել դիմել եւ ստանալ իրենց վարկը։ Միաժամանակ այն ընտանիքները, ովքեր 24 թվականի հունվարի 1-ից մինչև 25 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք էին բերել հողամաս, անկախ նրանից շինթույլտվությունը ստացել էին թե ոչ։ Հողամաս ձեռք բերել ասելով հասկանում ենք ինչպես արք ու վաճառքի գործարքը, այնպես էլ օրինակ ժառանգության, նվիրատվության ստացումը, հողամասի նշանակության փոփոխությունը եւ ցանկացած գործարք, որի արդյունքում այդ ժամանակահատվածում հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվել է շահառու ամուսիններից առնվազն 1-ի անվամբ։ Այս ծրագրից կարող են օգտվել նաև այն բնակավայրերը, որտեղ կառուցվել կամ կառուցվում են դպրոցներ, եւ այդ հաստատություններում աշակերտների թափուր տեղերը գերազանցում են 50%-ը։ Այստեղ էլ ունենք հիմնական պայմաններից բացի նոր պայման սահմանած, այն է, որ ամուսինները պիտի ունենան առնվազն 1 10 տարին չլրացած երեխա, այն դեպքում, երբ ընդհանուր ծրագրի դեպքում անչափահաս երեխայի արկայություններ պարտադիր, եւ նրանցից որևէ մեկը չպետք է ունենա անշարժ գույք Երևան քաղաքում եւ վերջին 1 տարին չպետք է հաշվառված լինի Երևան քաղաքում։ Այստեղ փորձել ենք հնարավորին այնպես ձևակերպել, որպեսզի տվյալ բնակավայրում ամառանոց կառուցելու հանգամանքը բացառենք, քանի որ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի ընտանիքը բնակվի այդ կառուցված տանը եւ հենց 10 տարին չլրացած անչափահաս երեխայի հանգամանքն էլ այն մասին է, որ այդ երեխան հաճախի այդ դպրոցը
Այն բնակավայրերը, որտեղ մինչ այս դիմելույությունը համեմատաբար պասիվ է եղել, եւս կարող են դառնալ ծրագրի շահառու, իսկ դիմելու համար ընտանիքները պետք է հաշվի առնեն մի քանի պայման։ Ամուսիններից առնվազն մեկը վերջին 1 տարին պետք է հաշվառված լինի տվյալ բնակավայրում։ Այս սահմանափակումն անում են, քանի որ տարբեր այլ համայնքներից եկել ու այս ծրագրով տներ են կառուցել, մինչդեռ տեղի բնակիչները ծրագրից դուրս են մնացել։ Ծրագրի շրջանակում աջակցությունից կարող է օգտվել նաև միայնակ ծնողը, ով ունի անչափահաս երեխա եւ չունի գրանցված ամուսնություն, պահպանելով ծրագրի մյուս բոլոր պայմանները։ Դիմումներ շատ ունենք, արդեն 150-ից ավել շահառուի հայտ հաստատվել է, մոտ այդքան էլ ուսումնասիրության փուլում է, իհարկե այս փուլում հիմնականում դիմել են մեր այն հայրենակիցներ, ովքեր շուրջ 1 տարի սպասում էին այս որոշմանը, այսինքն մայիս 1-ի դրությամբ շինթույլտվություն ունեցած մեր հայրենակիցներ են ավելի ակտիվ, քանի որ իրենք նաև ժամկետի խնդիր ունեին, որ շինթույլտվության ժամկետը կլրանար, իսկ մյուս բնակավայրերում արդեն 160-ից ավել դիմաց շահառու ունենք, ովքեր դեռևս փաստաթղթերի հետ կապված պիտի կարգավորեն, հողը կա, շինթույլտվությունը չկա, կամ շինթույլտվությունը կա, նախագծանախահաշվային փաստաթղթերը դեռ պատրաստ չեն, ամեն դեպքում 160-ի կարգի էլ ունենք այդ 2 նոր բացված ուղղություններով դիմումներ։ Իսկ ընդհանուր առմամբ այս պահին շահառուի կարգավիճակ ունի 3319 անձ։ Ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Տավուշում։ Միայն այս մարզում տուն կառուցելու համար դիմողների թիվը 1530 է։ Գումարը տրամադրվում է 2-ից 4 փուլով։ Եթե հանկարծ պարզեն, որ առաջին փուլով տրամադրված գումարները նպատակային չեն օգտագործվել, աջակցությունը կդադարեցվի։ Շահառուն պարտավոր է 3 տարի անց ներկայացնել ավարտական ակտ։ Էլեն Խուդոյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։ Մերձավոր արևելքում լարվածությունը շարունակվում է։ Թրամփը սպառնացել է վաղը կործանիչ հարված հասցնել Իրանի կամուրջներին եւ էլեկտրակայաններին, եթե Հորմուզի նեղուցը չբացվի։ Նա 24 ժամով երկարաձգել է Իրանի հետ հնարավոր գործարքի վերջնաժամկետը։ Թեհրանը եւս սպառնացել է հարվածել տարածաշրջանում Միացյալ Նահանգների ենթակառուցվածքներին։ Մյուս կողմից սակայն Միացյալ Նահանգները, Իրանը եւ տարածաշրջանի միջնորդները քննարկում են հակամարտության կարգավորման առաջին փուլի շրջանակներում հնարավոր 45 օրյա հրադադարի պայմանները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իրանը եւ տարածաշրջանի միջնորդների խումբը քննարկում են 45 օրյա հրադադարի պայմանները, որը կարող է հանգեցնել պատերազմի վերջնական ավարտին, հաղորդել է Axios գործակալությունը։ Ըստ գործակալության կողմերը դիտարկում են այս քայլը որպես պատերազմի ավարտի գործարքի 2 աստիճաններից առաջինը, քանի որ այդ ժամանակահատվածում ակնկալվում են վերջնական խաղաղության պայմանների քննարկումներ։ Ընդ որում, հրադադարը կարող է նաև երկարաձգվել, եթե կողմերին բանակցությունների համար ավելի շատ ժամանակ անհրաժեշտ լինի։ Երկրորդ փուլը ենթադրում է պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագրի կնքում։ Ինչպես պնդում են գործակալության աղբյուրները, Հորմուզի նեղուցի ամբողջական բացման եւ Իրանի կողմից հարստացված ուրանի տնօրինման հարցերը կլուծվեն միայն վերջնական գործարքի շրջանակներում։ Նախորդին Սպիտակ տան ղեկավարը եւս գործակալությանը հայտնել էր Իրանի հետ ընթացող բանակցությունների մասին։ Նա ենթադրել էր, որ համաձայնագիրը հնարավոր է արդեն մինչև 3 Չնայած դրան Թրամփը անպարկեշտ արտահայտությամբ կոչ էր արել իրանցիներին բացել Հորմուզի նեղուցը եւ սպառնացել էր աննախադեպ հարվածներով։ Թրամփը իր Truth Social գրառման մեջ ասում է. Երեքշաբթի օրը կլինի Իրանի էլեկտրակայանների եւ կամուրջների օրը, բոլորը մեկում։ Նման բան նախկինում չի եղել։ Բացեք նեղուցը, խելագար սրիկաներ, այլապես կապրեք դժոխքում։ Այնուամենայնիվ 3 Fox News-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ կարծում է, որ երկուշաբթի օրը նախքան իր նշանակված վերջնաժամկետը Իրանի հետ համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա։ Արձագանքելով Թրամփի սպառնալիքներին, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է, որ Ամերիկայի նախագահի անխոհեմ գործողությունները կհանգեցնեն նրան, որ ամբողջ տարածաշրջանը կհայտնվի կրակի մեջ։ Ձեր անխոհեմ գործողությունները Միացյալ Նահանգներին ներքաշում են իսկական դժոխքի մեջ եւ մեր ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ է լինելու, քանի որ դուք պնդում եք կատարել Նեթանյահուի հրամանները։ Եվս մեկ անգամ ԱՄՆ նախագահը բացահայտ կերպով սպառնում է ոչնչացնել Իրանում քաղաքացիական գոյատևման համար էական նշանակությամբ ենթակառուցվածքները։ Իր հերթին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը, շեշտելով, որ եթե ՄԱԿ-ի խղճի զգացողությունը կենթանի լիներ, չէր լռի քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու ԱՄՆ-ի պատերազմատենչ նախագահի բացահայտ եւ անամոթ սպառնալիքի ֆոնին։ Ներկայացուցչությունը նաև հիշեցրել է, որ միջազգային հանրությունը եւ բոլոր պետությունները պարտավորություն ունեն կանխելու պատերազմական հանցագործությունները, ընդգծելով, որ գործելու ժամանակը հիմա է, վաղը ուշ կլինի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 3 իր սոցիալական ցանցում մանրամասներ է հայտնել Իրանում խոսված ամերիկյան F-15 կործանիչի երկրորդ սպային փրկելու գործողությունից։
Մենք Իրանի լեռների խորքից փրկել ենք F-15 անձնակազմի իսկապես քաջարի եւ ծանր վիրավոր սպային։ Իրանցի մեծ թվով զինվորականներ ուշադիր որոնում էին նրան եւ արդեն մոտենում էին։ Նա բարձր հարգանքի արժանի գնդապետ է։ Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից այս տեսակի գործողությունները հազվադեպ են իրականացվում մարդկանց կյանքի եւ սարքավորումների համար վտանգի պատճառով։ Այս դեպքում մենք երկու գործողություն իրականացրինք 7 ժամ անցկացնելով Իրանի երկնքում, որի արդյունքում փրկեցինք օդաչուին։ Սա բոլորի կողմից քաջության եւ տաղանդի զարմանալի ցուցադրություն էր։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները։ Արաղչին հայտարարել է, որ երկրի էներգետիկի ենթակառուցվածքներին հարվածելու ԱՄՆ-ի սպառնալիքները պատերազմական հանցագործությունների խոստովանություն են։ Իրանի նախարարը նաև նշել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից անհապաղ գործողությունների անհրաժեշտությունը ԱՄՆ-ի հանցագործությունները դատապարտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին արձագանքելով ապրիլի 4-ին Իրանի Բուշեհրի ատոմակայանի տարածքի հրթիռակոծմանը նման գործողությունները անթույլատրելի է համարել։ Հայտարարության մեջ ասվում է. Գլխավոր տնօրեն Գրոսի միջուկային վթարի վտանգը կանխելու համար կրկին կոչ է անում առավելագույն ռազմական զսպվածության, վերահաստատում է հակամարտության ժամանակ միջուկային անվտանգության եւ պաշտպանության 7 հիմնական սկզբունքներին հետևելու գերակա կարեւորությունը։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը 3 զատկի պատարագի ժամանակ կրկին կոչ է արել համաշխարհային առաջնորդներին ընտրել խաղաղությունը։ Հռոմի Պապն իր ուղերձում կոչ է արել խաղաղության հասնել երկխոսության, ոչ թե ուժի միջոցով։ Նա ում ձեռքում է զենքը, թող վայր տնի, ով կարող է պատերազմներ սկսել, թող ընտրի խաղաղությունը, ասել է Հռոմի Պապը։ Ալլա Ալաչյան, Հորիզոն։ Կառուցվող տարածքը անհաշտ է արվեստի գործի հետ, որը ժամանակին մշակութային միջավայր էր ստեղծել քաղաքում։ Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Զավեն Կոշտոյանի Մեղեդի քանդակը ժամանակին ստեղծվել է թիվ 1 երաժշտական դպրոցի տարածքին համահունչ։ Երկար ժամանակ է երաժշտական դպրոցի շենքը կառուցված Հաղթանակի պողոտայում չկա, քանդված է, իսկ տեղում սեփականատիրական տարածքում այլ շինություններ են։ Զավեն Կոշտոյանի քանդակը փաստորեն դարձել է, այսպես ասած, խանգարող հանգամանք կառուցապատման ընդլայնմանը։ Տեղափոխման հարց է դրված, ինչը վիճարկում են մասնագետները կողմ եւ դեմ կարծիքներով։ Մոնումենտալության մեջ զուսպ եւ խոհական նրբին համադրությամբ ստեղծված քանդակները քաղաքի տարբեր անկյուններում են ու փողոցներում, որոնք հեղինակել է Զավեն Կոշտոյանը։ Գյումրի, Չարենց, Խաչքար, Շերամ բարձրաքանդակ Շերամի անվան երաժշտական դպրոցի ճակատային մասում եւ այլն։ Վաստակավոր նկարիչ քանդակագործի աշխատանքները միջավայրի ու տարածության մշակութային միաձուլումն են։ Զավեն Կոշտոյանը մեր քաղաքի հայլին է։ Ամեն մարդ Զավեն Կոշտոյանի արվեստի մեջ տեսնում է ինքն իրեն։ Մեկը տեսնում է արտարություն ու ժառանգություն, մյուսը տեսնում է շահ։ Քաղաքը խորապես սիրող արվեստագետի ձեռագիրը քաղաքին ժառանգած գործերով գնահատում են նրան անձամբ ճանաչող ավագ սերնդի ներկայացուցիչները։ Արվեստաբանը նկատում է, Զավեն Կոշտոյանի քանդակները տեսանելիությունից զրկվել են նաև քաղաքաշինական պատճառներով, իսկ հանրահռչակման նախաձեռնությունները բավարար չեն։ Նոր կառուցվող միջավայրի արանքում վաստակավոր վարպետի, մեղեդի կամ ջութակահարը քանդակը հայտնվել է տեղափոխման վտանգի թե անհրաժեշտության մեջ։ Մոտ 4 մետր բարձրության կոթողը կառուցված շագանակագույն երկու տուֆից վենամասում ունի երաշտի դիմապատկեր։ Կոշտոյանի այս քանդակը Հաղթանակի պողոտայում տեղադրվել է 1978 թվականին, երբ ժամանակին այստեղ գործում էր թիվ 1 երաժշտական դպրոցը։ Սիրված եղել, գնահատված եղել, այո, գտնվել է երաժշտական դպրոցի բակում, հիմա գլխավոր այսպես կռվախնձորը, որ հիմա երաժշտական դպրոց չէ, չի ծառայում իր նպատակին, բայց դա նաև հիշողություն է եւ դա ժառանգություն է, շատերը կանցնեն այդ երաժշտական դպրոցի կողքից եւ հուշարձանը նայելով կտեսնեն, որ այդտեղ եղել է երաժշտական դպրոց։ Երաժշտական դպրոցի տեղում հիմա այլ շինություն է, սպասարկման ոլորտին ծառայող։ Մեղեդին իր մշակութային արժեքով միջավայրի համապատասխանությունից հեռացել է, որ այն քաղաքի խորհրդանիշներից մեկն է։ Տարածքում կառուցապատումները շարունակելի են, ինչի հետևանքով քանդակը հայտնվել է քննարկման առանցքում։ Սեփականատերը ներկայացրել է բազմաբնակարան շենքի կառուցման նախագիծ, ըստ որի կոթողը կհայտնվի նորակառույցի ետնամասում, փաստացի զրկվելով դիտակետից։ Քանդակը դարձել է խանգարող հանգամանք, իսկ տեղափոխման առաջարկը հակասական արձագանքներ է ունենում։
Վարպետի դուստրը Մերի Կոշտոյանը տեղափոխումը հարցի արդյունավետ լուծում չի համարում, հիշեցնելով իր հոր եւս մեկ քանդակի տեղափոխման նախադեպը։ Տառապանքս փորձ ունի արտահայտությամբ, երևի ես ասեմ, որ մեկ այլ հուշարձանել է հայրիկից տեղափոխվել Արվարձան։ Եթե արձանը պիտի չգտնի իր համապատասխան այս քաղաքի միջավայր, եթե պիտի համահունչ չլինի ինչ-որ տարածքին ու մնա այստեղ, ես համաձայն եմ մնա այստեղ։ Քանի որ եթե մենք կարող ենք այս միջավայրը հարմարեցնել այս արձանին, պիտի մենք մեր զարտին հարմարեցնենք միջավայրը։ 2008 թվականին Վարպետի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը ամենափրկիչ եկեղեցու բակից տեղափոխվեց Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու տարածք։ Իսկ հուշարձանի տեղում կանգնեցվեց ժողովրդական նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, Մոսկվա բնակ գյումրեցի Ֆրիծ Սողոյանի գործը։ Եթե մեկ անգամ պատահականությունը, երկրորդ անգամ արդեն օրինաչափություն։ Այսինքն մենք ուզում ենք հասկանանք, որ մեզ համար, մեր քաղաքի համար, քանդակագործությունը, քանդակը, շինությունը թեկուզ ունի այլ շահերի տեսնելուց բախվելու խնդիր։ Մեր քաղաքը այդքան ուժեղ չի, որ կարողանա պայքարի իր ժառանգության համար։ Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարանի մասնագետներով քննարկել են թե հուշարձանը տեղում պահելու եւ թե այլ ավելի համապատասխան միջավայր տեղափոխելու տարբերակները։ Թանգարանի տնօրենի կարծիքով ներկայում տարածքը այլևս չի ապահովում գեղարվեստական եւ միջավայրային ամբողջականությունը։ Ինքը այնպիսի քանդակ է, գոնե 180 աստիճանով պետք է երևա։ Այս պարագայում մենք ընդհանրապես զմռսելու ենք շենքի գետնամասում։ Եվ եթե այդ ծախսը պետք է կատարվի, մեր կարծիքով, եթե մասնագետները, փորձագետները տան այդ եզրակացությունը, որ անվնաս կարելի է քանդակը տեղափոխել ավելի բարեհաջող տեղ, մենք կարող ենք տեղափոխել եւ իհարկե նույն սեփականատիրոջ գումարով, ջանքերով ունենանք մեկ բարեկարգ տարածք ավելի համահունչ միջավայրում։ Եթե ճիշտ մոդեցում ցուցաբերվեր, ինքը շատ ավելի շահութաբեր կլիներ հենց սեփականատիրոջ համար։ Սա է իմ կարծիքն ու առաջարկությունը՝ պահպանել նոր նախագծի միջոցով, ուրեմն ընդգրկել հուշարձանը տարածքի մեջ։ Նկարիչներ, քանդակագործներ, շինարար կոնստրուկտորներ եւ այլ ոլորտի մասնագետներ քանդակի հնարավոր տեղափոխման 3 տարբերակ ունեն ներկայացրած։ Առաջարկվող տարածքները, ասում են, միջավայրային են ու կոթողին համահունչ։ Թանգարանի տնօրենը իր տարբերակը 7-րդ դպրոցի սկզբնամասում տեղադրել է, համարում է նպատակահարմար։ Զուտ դա պայմանավորելով սրանով, թե նախկինում 7-րդ դպրոցի շենքը երաշտական ուսումնարանինն էր։ Անձամբ ես կողմ եմ այս հատվածում տեղադրմանը, ինչու որովհետև 7-րդ դպրոցի շենքը նախկին երաշտական ուսումնարանի շենքն է եղել, կարծես գալիս է դեպի երաշտական միջավայր։ Առայժմ Մեղեդի քանդակը տեղափոխելու թե տեղում թողնելու ուղղությամբ գործնական քայլեր չեն անելու, մինչև չստանան փորձագիտական եւ սեյսմիկ եզրակացություն։ Այս ամենի հիմքով է լինելու է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության որոշումը։ Եզրակացությանը սպասում են առաջիկա 2 շաբաթներին, որից հետո նախատեսում են բաց քննարկում։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube ալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։